Ավելի շատ ինձ նվիրել եմ մշակույթին, գիտեք ինչքան զբաղվեցի քաղաքականությամբ, չէ, ես կզբաղվեմ իմ մշակույթով, իմ երգով եւ իմ արվեստով։ Առաջ ուզում եմ, իսկ հիմա չեմ ուզում։ Կարծիքները պետք է փոխվեն եւ ճիշտ է որ կարծիքները փոխվում են։ Դուք օրինակ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ինչու եք կիսում եւ առանձնապես որ գործողությունները նրա կամ քաղաքականության մեջ որ խոստումներն է որ հավատում եք։ Խաղաղության օրակարգն է կարևորը։ Եվ արդեն մնացած բխող մյուս ծրագրերը մշակութային ոլորտում ես տեսնում եմ նաև, որոնք շատ կարևորում եմ ես, որպես մշակույթի, հա, ներկայացուցիչ։ Որպես մշակույթի ներկայացուցիչ ինչ եք զգում, երբ տեսնում եք, որ ադրբեջանցիները քանդում են հայկական եկեղեցիները Արցախում։ Դա այնպիսի process է, որ ոչ մեկին հաճելի չի դա իհարկե, բայց մենք այսօր որ գնում ենք խաղաղության կարևորը դա է եւ կարծում եմ որ կգա ժամանակը դա էլ կվերանա։ Եվ պետք է աչք փակենք, որ օրինակ Ստեփանակերտում մայր տաճարում, որտեղ վստահ եմ դուք եք եղել։ Այո, ես շատ եմ սիրում Ստեփանակերտը, հիշում եմ, հա։ Մայր տաճարը հիմնահատակ։ Բոլորիս համար է դա, ոչ մեկին հաճելի չի, ես չեմ կարծում, որ կա հայ, որին հաճելի է, որ քանդվում են, ասենք եկեղեցիներ։ Նիկոլ Փաշինյանը չի դատապարտում այդ գործողությունը, դուք չեք վիրավորվում որպես հայ։ Իրանից հարցրեք։ Դուք աջակցում եք Փաշինյանին։ Երբ որ նա չի դատապարտում նման գործողությունը, դուք չեք վիրավորվում։ Ես ճիշտ ասած չեմ լսել, որ ինչ որ նմանատիպ պատասխաններ վարչապետի կողմից դատապարտում կամ չի դատապարտում, դուք ձեզանից եմ լսում։ Միայն ասել է, որ պիտի դեռևս հասկանան, տվյալներ են հավաքագրում։ Դա մեծ քաղաքականություն է, երեխեք ջան։ Իսկ որ Արցախը համարում է Ադրբեջանի մաս, ասում է Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եմ ճանաչում։ Դուք չեք վիրավորվում։ Այստեղ վիրավորանքի հարցը չի։ Այստեղ պետք է հասկանալ ինչու այդպես է, ինչու այդպես ստացվել, ովքեր են մեղավորը դրա։ Լիա ջան, չեմ ուզում հիմա բանավեճի մեջ մտնենք, ձեզ շատ սիրում եմ, եկեք տոնը չսարքենք բանավեճ, էլի կգամ ձեզ մոտ մի օր տաղավար հրավիրեք խոսեմ, թե մեր իրենց մոտ, թե ձեզ մոտ, ուզո չեք կանչում։ Մենակ առիթների ժամանակ ենք իրար տենում։